Բարև ձեզ, երկու հարց ունեմ, առաջինը ուզում եմ հասկանամ, թե ինչ քաղաքականություն է այս պահին մշակում կառավարությունը, հանձին ձեզ, այլընտրանքային տրանսպորտային միջոցների համար անվտանգ երթուղիներ մշակելու ուղղությամբ։ Կառավարության գործերի նախարարությունը արդեն բերեց այդ օրենքը, որ հիմնական թիրախը էլեկտրասամокատներն էին, բայց ինքը շատ թերի է, քանի որ լիքը հարցեր չեն ներառել, օրինակ բարձր արագությամբ սամокատները, էլեկտրական հեծանիվները ինչ որ պատճառով տարբերակվել են սովորական հեծանիվներից, իսկ ընդհանրապես միշտ քաղաքային փողոցների վրա ընդհանրապես ոչ մի կարգավորում նախատեսված չի, այն դեպքում, երբ որ մենք բազմիցս ունենում ենք վթարներ մահացու ելքով, երբ որ հեծանվորդները վթարվում են քաղաքից դուրս ճանապարհներին։ Եվրոպական երկրներում շատ ընդունված մեթոդ է գլխավոր ճանապարհի կողքին 1 մետր լայնքով հատուկ ճանապարհներ կառուցել հենց այլընտրանքային տրանսպորտային միջոցների համար։ Ես ակնկալում եմ, որ կառավարությունը նաև այս ուղղությամբ պետք է ինչ-որ քաղաքականություն մշակի այդ անվտանգությունը ապահովելու համար։ Եվ երկրորդ հարցս միջքաղաքային ճանապարհների վրա շրջադարձները, վթարների շատ մեծ մաս լինում է հենց այն պատճառով, որ հետադարձի ու շրջադարձի ժամանակ ճանապարհի կահավորումը որևէ կերպ չի ապահովում մանյովր կատարող մեքենայի անվտանգությունը, այսինքն ընդհանրապես գալիս է կանգնում է ամենաձախ գոտում, այսինքն ամենաբարձր արագություն ենթադրող գոտում եւ պատրաստվում է ինչ-որ մանյովր անի, այն դեպքում, երբ որ էլի նույն եվրոպական քաղաքներում ճանապարհները կահավորվում են այնպես, որ մանյովր կատարող մեքենաները մաքսիմալ անվտանգ վիճակում են հայտնվում։ Մեր մոտ հանրապետությունում ես հասկանում եմ, որ այս պահին չկա, բայց արդյոք չի նախատեսվում գոնե ուղղությամբ որևէ քայլ, որևէ քաղաքականություն նորմատիվների մշակում, որպեսզի հետայսու ճանապարհները նորմալ կահավորվեն, ոչ թե շարունակվեն նույն մահաբեր խաչմերուկները։ Շնորհակալություն հարցի համար, հեծանվային ուղիների եւ այդպիսի հեծանվային ենթակառուցված ստեղծելը հաշվի առնելով, որ գնալով հեծանիվները ավելի շատ լայն կիրառում են ստանում հատկապես քաղաքային հատվածներում, քաղաքներում, դա օրակարգային է եւ կարծում եմ Երևանի քաղաքապետարանը եւս մի փոքր կխնդրեմ անդրադառնան այս մասով որոշակի հետազոտություններ կանի։ Մենք առաջիկայում նախատեսում ենք այս ուղղությամբ այլ քաղաքներում եւս տեսնել ինչ հնարավորություններ կա, Գյումրիում հատկապես եւ տարբեր ծրագրերում ուզում ենք այդպիսի հնարավորություններ ներառենք, ուսումնասիրություններ անելու ենք անպայման, ասեմ, որ ստանդարտներով 70 միավոր հեծանիվ մեկ ուղղությամբ արդեն եթե ունենք հոսք, դա պահանջում է պարտադիր հեծանվային ուղու գոյություն ունենալը։ Այս մասը օրակարգում է հեծանվային ուղիների, առաջիկայում կարծում ենք մենք կսկսենք արդեն քաղաքներում հեծանվային ուղիներ ունենալ, մենք մեր ծրագրերում եւս նախատեսում ենք դա անել, Երևան քաղաքի մասով ասեմ գործընկերներ ասելիք ունեն այստեղ եւ մի փոքր կներկայացնեմ մասնավորապես Երևանում ինչ է նախատեսում անել, իսկ շրջադարձերի եւ կահավորանքի այդ մասով մենք պետք է մասնավոր դեպքերով մեզ հուշեք դրանք, որ դեպքերն են մենք անդրադառնանք ուսումնասիրենք, բայց ընդհանուր առմամբ, քանի որ մենք ճանապարհային աուդիտի ինստիտուտն ենք ներդնում, ապա մեր ակնկալիքն է, որ հենց ձեր ասած մատնանշած դեպքերն են, որ աուդիտի միջոցով պետք է վերհանեն եւ ստանան լուծումներ։ Իսկ կահավորանքի առաջադրված պահանջները, դրանք բոլոր նորմատիվային հիմքերն առկա են, կան տեղ կանոնակարգեր, որոնք դրանք կարգավորում են, մենք ղեկավարում ենք դրանով։ Եթե կարիք լինի նոր քաղաքականության մշակման, նոր մոտեցում անշուշտ դա կարվի։ Շնորհակալություն Տիկին Ղալեչյան, արձագանքի կարիք կա։ Դե, այսինքն ես արձանագրեմ, որ այսինքն այս պահին դուք դեռ նույնիսկ չգիտեք, որ կա դրա կարիքը։ Մասնավոր դեպքերով մասնավոր չի, հասկանում եք, ցանկացած ամբողջ հանրապետությունում ցանկացած տեղ, երբ որ մարդ մեքենան գալիս է ուզում է հետադարձանի, ինքը թիրախ է այդ նույն գոտիով գնացող այլ մեքենաների համար, որովհետև հետադարձը նույն գոտին է, ինչ որ ուղիղ գնացողը ամբողջ հանրապետության տարածքում։ Սա խնդիր է, տարիներ շարունակ գործում է ու փաստորեն դուք ակնկալում եք, որ նոր ինչ որ մարմին պետք է դա արձանագրի որպես խնդիր։ Այս է պրոբլեմը, որ ընդհանրապես պետք է նայել միջազգային փորձը, ոչ թե նոր հեծանիվ օրիներ։ Սա նորություն, նոր բան չեմ ասում, էլի, որ պետք է հետադարձը երթևեկությունից դուրս մեքենան անի։ Իսկ մեր մոտ միշտ իրար հետ է մարդը հետադարձանում, հետևից են խփում, արեց այս մյուս կողմից են գալիս խփում, դա որովհետև անվտանգություն ոչ միտեղ չի ապահովում։ Իսկ միջքաղաքային ճանապարհների վրա դա արվում է շատ մեծ արագության տակ։ Մենք խնդրեմ ներքին գործերի նախարարության գործընկերների հետ ուսումնասիրենք այդ խնդիրը, եթե փոփոխության կարիք լինի կանենք։ Տիկին
Ղալեչյան։ Ես գիտեմ, որ Արտակ Գաբոյանը տրանսպորտ չի նստում, ինձ այդպես ասեցին, այլ հեծանվով է շրջագայում եւ շարժվում։ Դրա համար հեծանվը շատ կարողված է եւ իրականում պետք է կարողված լինի հեծանվաուղիները, բայց չմոռանանք, որ ավտոբուսաուղիներն էլ առավել կարևոր են, ճիշտ է։ Շատ լավ։ Բեջանյան Սևակ, խնդրեմ։